աշխարհը սկսեց կանխիկ դրամի դեմ պայքարել։ Կանխիկ դրամի դեմ պայքարեցին բանկային համակարգի միջոցով, որպեսզի բոլորը տեղի ունենան բանկային փոխանցումներով թափանցիկ եւ բաց, արդյունքում ինչ առաջացավ կրիպտո արժույթ, որը ավելի անվերահսկելի է, չէ՞, այսինքն շատ ավելի տնտեսությունը գնաց դեպի ստվեր։ Հիմա պայմանականորեն մենք միմյանց հետ առևտուրի որևէ գործարք ենք կատարում, ես չեմ ցանկանում, որ դուք ինձ փոխանցում կատարեք, կանխիկի սահմանափակում կա, չեք կարող որևէ այլ կերպ, մենք կարող ենք գալ համաձայնության կրիպտոյով միմյանց փոխանցելու վերաբերյալ։ Սա մեկ։ Երկրորդ հարկային բեռն է։ Հարկային բեռը, այսպես ասած, ծանր բեռը կիսում ենք մենք միմյանց հետ։ Եթե դուք ինձ վաճառում եք ինչ-որ ապրանք 120,000 դրամով, որից պետք է 20,000 հարկ վճարեք, դուք ասում եք, գիտեք, կարող եք կամ կրիպտոյով կամ կանխիկով ինձ վճարել, բայց 110,000 կվճարեք։ Երկուսս էլ ձեռնտու է։ Դուք այն 10,000-ը, այսինքն 20,000 խնայեցիք հարկը չվճարեցիք, 10,000 լրացուցիչ օգուտ գեներացրեցիք, ես էլ 10,000 խնայեցի։ Սա միանշանակ տանում է նաև դեպի ստվերային տնտեսություն։ Հետո մի հատ էլ գալու են ասեն ստվերի դեմ ենք պայքարում։